Привет, այսօր եկել ենք անենք հերթական հայերենի էպիզոդը, եթե դու ինձ չես ճանաչում, իմ անունը Արամ է, ես զբաղվում եմ ավտոմատացումներով ու մեկ-մեկ գալիս եմ, նստում եմ ու բացում եմ իմ հենց սարքած automated Telegram channel-ը, հայերենը, ու սկսում եմ կարդալ նորությունները, ու սկսում եմ մեկնաբանել այդ նորությունները, թե ինչ եմ ես կարծում դրանց մասին։ Վերջ անգամ մենք կանգնել էինք Builder AI-ի վրա, որը ոնց որ scam կամպանիա էր ու իրան փակեցին, չամփեցին անցավ առաջ, դե լավ էլ խոսալու բան չկա։ Սկսում ենք միանգամից ուրեմն հաջորդ նորությունից Disney-ն ու Universal-ը դատի են տալիս Midjourney-ին AB պատկերների գողության համար։ Հոլիվուդի խոշորագույն ստուդիաները թիրախավորում են գեներատիվ AB-ն դատի տալով Midjourney-ին օգտատերերին Էլզայի, Շրեկի եւ այլ կերպարների պատկերներ ստեղծելու հնարավորություն տալու համար։ Ու նրանք պնդում են, որ դա նման է հեղինակային իրավունքով պաշտպանված կերպարների վիրտուալ վաճառքի ավտոմատի։ Բոտն է կոմենտանում, ասում է դատանում լուր լուսային սրեր են հայտնվում։ Հիմա ինչ եմ կարծում ես սրա մասին։ Շատ հետաքրքիր take է, իրականում քո ինչա առասարակ իրենց copyright-ը էլի, չէ՞, որ լիքը մարդ կարասի, copyright-ը շատ լավ բան է, շատ հրաշալի բան է։ Ես տենց չեմ կարծում։ Այսինքն այն կամպանիան, ինչ որ կլինի նույն Disney կամ Universal-ը կամ թեկուզ երաժշտական օրինակ ստուդիաները, ինչ որ Sony Music բան եւ այլն, ինչ են անում իրանք, ուրեմն ինչ որ մի արտիստ սարքում է մի բան, եկեք հենց այս օրինակով նայենք էլի, ասենք Shrek կամ չես, Universal չէ Star Wars-ի, ես ճուվակը, ինձ շատ կրիտիկավաճ չանեք, ես չեմ նայել Star Wars-ը, մի խոսքով էս ճուվակի հիմա նկարը գեներացվում է ու դա համարում են, որ դա copyright-ի ոնց որ կոպտագույն խախտում է ու ինչ են ուզում դրա դիմաց, փող են ուզում դրա դիմաց բնականաբար, այսինքն դատի են տալիս, ասում են դու ոնց որ առանց մեր թույլտվության օգտագործել ես, ենթադրում եմ, որ հաջորդ քայլն էլ դե արի թույլտվություն վերցրա մեզնից փող տում ես, տիպը ինչքան գեներացրեցին, այդքան ուրեմն մեզ ոնց որ մենք արժեք ենք քեզ տալի։ Սա հիմարություն է։ Դու կարասի մեջ չհամաձայնվես միանշանակ, բայց սա հիմարություն է իմ կարծիքով, որովհետև եթե դու սարքել ես մի բան 40 տարի առաջ, ինչ որ մոտ պայմանական Star Wars կամ Властелин колец, ասենք 30 տարի առաջ, դու դրել ես պրեմիերան, դու դրել ես ասենք 100 միլիոն, դու աշխատել ես միլիարդ ու կես, բրավո, կեցես, արժանի ես, վեկալ քո փողերը գնա, բայց մի օգտագործի, մի շահագործի այդ նույն բանը 100 տարի շարունակ, եթե ես չեմ սխալվում, copyright-ի բան կա, ինչ որ օրենք կա, եկեք հենց հիմա հասկանանք copyright to expire, հա, ոնց որ ինչ 70 տարի, այսինքն մարդը սարքեց, հա, այս ճուվակին, ուրա Շրեկին սարքեց, կամ այս ճուվակին սարքեց, ու ինքը 70 տարի ուզում է աշխարհից փող աշխատի իր այդ միած սարքածի համար, պրիտոմ ես կհասկանայի, եթե ինքը ասենք իր առաջին, չգիտեմ, 3 կամ 5 տարիների ընթացքում իր դրած փողը չհաներ, բայց ախր ինքը մի օրում է այդ իր փողը հանել, ասենք, չէ՞ եղել Star Wars-ի պրեմիերա, մի Star Wars չի եղել, ասենք լիքը Star Wars-ներ են եղել, ու ասենք կասովից բորերից իրանք ոնց որ դիվիդենդները, ռոյալթիները ունեցել են, ստացել են ու ոնց որ ագահություն է, այսի պրոստը ագահություն է, երբ որ մարդուն ոնց որ անկապ տեղը գալիս են ասում են նույնը մյուզիկը, եթե ես գնամ ինչ որ հենց հիմա ես ինչ որ Drake-ի մյուզիկ դնեմ այս վիդեոյի տակ, կամ մոնետիզացիան անջատվելու է, չնայած ես մոնետիզացիա չեմ օգտագործում, ես ոնց որ փող չեմ աշխատում YouTube-ից, բայց եթե ես ունենայի մոնետիզացիա ու միացած լիներ ու ես օգտագործեի հենց հիմա ինչ որ պայմանական Rihanna-ի մյուզիկ, չնայած ես դեռ խոստանում եմ կյանքում չեմ անի, ես բամ պիտի անեի էլի կամ ինչ որ տենց իմ revenue-ից պիտի ոնց որ փող գնար իրանց կամ ընդհանրապես պիտի անջատվեր, ոնց որ ոչ մի ձև չպիտի մոնետիզացվեր իմ այս ալիքը։ Մի խոսքով scam-ը սա Midjourney լավ անում, ինչ ուզում են թու անեն, ու այս AI-ը որ եկել է, լիքը open source AI-ներ կան, որ ես հուսով եմ, որ կգա ինչ-որ մի պահ, որ ոնց որ ցիվիլիզացիան մի քիչ առաջ կանի ու այս copyright-ական 70 տարվա, հա, կամ ընդ ինչ ասում for works made for hire or anonymous pseudonymous works որոշ դեպքերում էլ կարա դառնա 95-ից մինչև 120 տարի, ասենք абսուրդ է, տոտալ абսուրդ է, ասենք այս օրենքը, ես եթե որոշում կայացնող լինեի, կդնեի մաքսիմում, չգիտեմ, 5 տարի, 3 տարի, 5 դենը շատ, 3 տարվա մեջ այդ մարդիկ իրենց այսենց կարողություններ են ստեղծում ու հետո կարան տան նվիրեն, ոնց գիտելիքն է ձրի, ոնց մարդիկ, չգիտեմ, իրար բաց ինտերնետում դնում են ինչ-որ հոդվածներ արժեք են կիսում կամ ես հենց հիմա անում եմ այս YouTube վիդեոն առանց ակնկալիքի, տենց էլ պետքա այդ մեծերը ունենան այդ ակնկալիքը։ Լավ, շատ մնացինք այս նորության վրա։ Sam Altman-ը հայտարարում է, որ ԱԲ գիտնականները կայտնել մինչև 2026 համարձակ բլոգ գրառման մեջ OpenAI գլխավոր տնօրենը պնդում է, որ արդեն
մեղմ սինգուլարության մեջ ենք, էսի շատ լավ թեմա է, ինչա սինգուլարիթին էլի սրա մասին պետք է մեծ առանձին մեծ վիդեո անել, որ հասկանանք մենք вообще ինչ պատմական ոնց որ շրջադարձ ենք մենք հենց հիմա անում։ Singularity-ա լինելու մի քանի տարուց սկարև սիվո 26-27 թվին ես խոսք եմ տալիս սրա մասին առանձին վիդեո անեմ, հիմա չեմ մանանա թե ինչ է ես ներկայացնում։ Բայց այն որ մենք հենց հիմա քրիտիկական մեծ փուլում ենք, այդ ես համաձայնվում եմ full Sam Altman-ի հետ, մենք հենց հիմա 25 թվում ենք, մոտակա 2-ից 4-5 տարվա ընթացքում նենց բաներ են տեղի ունենալու, որ մենք երբեք մեր կյանքում չենք պատկերացնի որ տեղի կունենան։ Զարգացման պրոգրեսի տեսանկյունից բնականաբար նկատի ունեմ AGI-ի մասին է խոսքը գնում առաջին հերթին, հետո գնալու է արդեն խոսքը ASI-ի մասին ու մեծ հետաքրքիր sense մեծ բան կա, ինֆորմացիա կա, այս վերջերս եմ ես միտեղ կարդացել, չեմ հիշում արդեն որտեղ, բայց ինչն է ամենահետաքրքիրը որ այսօր սաղ լաբերը AI-ով զբաղվող, OpenAI-ը, Google DeepMind-ը, Anthropic-ը եւ այլն, ինչեր իրանք անում, իրանք սարքում են, իրանք ֆոկուս են եղած սարքեն AI, որը որ կլավացնի ինքն իրան, այսինքն եթե չեմ սխալվում հենց կոդ գրելու մասին էր խոսքը գնում, այսինքն չեն սարքում AI, որը որ, չգիտեմ, ասենք լավ լոգիստիկա կանի կամ չեն սարքում AI, որը որ լավ բժշկություն կանի, այլ սարքում են AI, որը լավ AI կլավացնի ու հենց տանում են այդ AI-ը, այսինքն հետո էքսպոնենցիալ AI-ը ինքը իրան լավացնում է ու մնացած ոնց որ սա հարցերը լուծվում են։ Հենց դու ունենաս սիստեմ, որը ինքը իրան լավացնում է, ու եթե չեմ սխալվում, հենց ոնց որ կոդ գրելու մասին է խոսքը, այսինքն կոդով engineering-ի տեսանկյունից նենց են ոնց որ նենց կետի են ուզում հասնեն, որ հենց ունեցան AI, որը որ կարող է ինքը իրան լավացնի, վերջ ինքը իրանով արդեն գնալի է մնացած սաղ ոլորտները փագի։ Սաղ դրա վրա են AI researcher են ասում դրան կամ չգիտեմ ինչ ուզում են թող ասեն տարբեր ձևակերպումներ կան ու սկարև սիվո հենց կարող է դա լինի ոնց որ առաջի definition-ը էլի բան է ձևակերպումը AGI-ի շատերն են հենց հիմա դրանով զբաղվում ու Altman-ն էլ ոնց որ բացառություն չի ու էլի կրկնեմ ոնց որ անցած էպիզոդում ասացի իմ կարծիքով առաջինը Google-ն է հասնելու այս կետին որովհետև իրանք ունեն ամեն ինչ պետք է թե ինֆրաստրուկտուրայի տեսանկյունից թե տաղանդի տեսանկյունից թե տվյալների տեսանկյունից так что հետևենք տնենք թե ինչա տեղի ունենալու ապագայում Մետան թողարկում է VJP2 հեղափոխություն ռոբոտաշինության եւ ինքնավար մեքենաների համար, այսի գնում ենք արդեն hardware էլի, հա, hardware-ի մասին ենք խոսում։ Ինչա կատարվում ստե, ես ընդհանրապես տեղյակ չեմ այս թեմաներից։ AI world model, հա, որը որ կարող ավելի լավ հասկանա 3D միջավայրերը ու ֆիզիկական օբյեկտների շարժումները, կա ինչ-որ վիզուալ պատկերացում թե ինչ տեսք ունի դա չկա ստեղ ոնց որ, բայց մենք ունենք անունը ու մեզ ընդհանրապես ոչի բան չի խանգարում այս կյանքում, որ գանք գրենք Meta VJP ու տենանք, ահա VJP2 даже, հա? VJP2, ինչ-որ ռոբոտ ճուվակ է։ Ինչ է ասում, մեր այս ռոբոտ ճուվակ, download մենք կարանք անենք soft, հա, այսինքն world model trained on video, հա, մոդել է ինքը, այսինքն ոչ թե hardware է, ես մի քիչ սխալ հասկացա, հա։ Okay, մոդել է, որը որ հասկանում է ֆիզիկան ռեալ աշխարհի։ Շատ հետաքրքիր է։ Ենթադրում եմ, որ open source, հա, Meta-ի նոր բաց կոդով, այո, Աբան կարող է մոդելավորել եռաչափ միջավայրել, մոդելավորումը եռաչափ միջավայրել, կանխատեսելու իրական աշխարհի արդյունքները, պատկերացրեք ռոբոտներ, որոնք իրականում կարող են կանխատեսել, թե ինչ կպատահի, երբ իրերը շարժվեն։ Վաու, շատ թույն, ավելին նրանք աջակցում են Scale AB-ին 14 միլիարդ դոլարով եւ ներգրավել են գլխավոր տնօրեն Ալեքսանդր Վանգին, սրա մասին ես անցած էպիզոդում էլի պատմել եմ։ Մի խոսքով Meta-ն շատ լուրջ ինվեստներ անում, շատ լուրջ քայլեր անում, որ comeback անի։ Երևի, եթե հետաքրքիր է, կարաս կոմենտես ու մենք էս բան կանենք, էլի կպոստենք, եթե շատ մարդու հետաքրքիր լինի, ես կմտնեմ ու բան կանեմ, կօգտագործեմ այս մոդելը, հեսա դաժե սաղ Վաու, սաղ կա հետաքրքիր է կարելի փորձել տնել вообще Mac-ով ես կարամ ինչ-որ մի բան անեմ, թե ինձ լուրջ բան է պետք, ինֆրաստրուկտուրա է պետք սրա համար։ Մի խոսքով, սա հետաքրքիր է, եթե կարիք լինի, եթե պահանջ լինի, ես անպայման կզբաղվեմ սրանով։ Manus-ը բոլորի համար անվճար զրույցի ռեժիմ է թողարկում։ Manus-ը agentic ամենամեծ շուխրարած AI-ն է,
Մանուսաբան հենց նոր թողարկեց լիովին անվճար զրույցի ռեժիմ հագեցած Claude 3.7 Sonnet-ի ու Kven-ի նման հզոր մոդելներով 2 միլիոնից ավել սպասողների ցուցակով եւ ներգրաված $75 միլիոն նրանք մարտահրավեր են նետում ԱԲ հսկաներին։ Մանուսը սինգապուրական պրոյեկտ է, Սինգապուր, Կալիֆոռնիա, ինչ որ sense այս գծի մեջ են իրանք, սրանք սփագենք մեզ պետք չեն սրանք։ Ինչա կարում անի այս մեր ճուվակը։ Start free, ask any question. Հա, chat mode, okay, հա, Մանուսը այն ժամանակ բան է եղել, ոնց որ ագենտ է եղել, դու իրան կարաս գնաս սարային արա, բայց ինքը ոնց որ agent reference. Okay. Chat mode, հա։ Okay, ոչ մի ինչ-որ հետաքրքիր բան, Claude 3.7 Sonnet-ը տակից աշխատում կամ Kven։ Կարանք մենք ընտրենք, հա։ Երևի կարանք unlimited դաժե, հա, սրա մասին ուրեմն արժի Instagram ժողովրդին պատմել։ Սա անպայման գնաց իդեա որպես Instagram-ի, եթե unlimited-ա ու ձրիա, մենք այդ սիրում ենք։ Freemium քայլ լաբը մրցավազքում ով է հաջորդը։ Այսինքն տարբերությունը, միապա, մատ բան հասկանանք։ Տարբերությունը որն է առնելու Մանուսի տված օրինակ AI-ի ու նույն Claude 3.7 Sonnet-ի կամ Kven-ի, այն առնելու որ Մանուս արդեն ագենտիկ բան ունի, ստրուկտուրա ունի։ Չնայած երևի պետք է մատ research անել հասկանալ այդ ոնց որ իրար հետ կապած են թե իրար հետ կապած չեն, այստեղ այս chat mode-ներ, չէ։ Եթե հենց հիմա այս chat-ի վրա եմ սխմում, agent, հա, չէ, agent, չէ, սովորական chat-ն է, այսինքն ոչ մի ինչ-որ նորություն։ Եկեք հարցնենք, what can you do better than Claude 3.7 Sonnet and Kven models? Why are you unique? Or are you, вообще ընդհանրապես ինքը unique է, թե unique չի, էլի։ Ինքը հենց թող իրանից բացատրի։ Ասում եմ, Manus-ն եմ autonomous general AI agent. Okay. When comparing myself to հա, ինքը ասում է, որ ես բան եմ, էլի LLM չեմ, ես ագենտիկ բան եմ, autonomous agent եմ։ Այսինքն, հա, երևի, եթե ինքը չի խափում, ուրեմն ինքը պետք է ավելի, в общем, չէ, start agent։ Չէ, սա просто chat է, ինքը կպած չի մի խոսքով, եթե ես ճիշտ եմ հասկանում ամեն ինչ, կա agent adaptive ավելի շուտ, որը որ համ agentic execution ունի, այսինքն ոչ հիբրիդն է, էլի կա agent, կա chat ու կա adaptive, որը ըստ քո zaпроси հասկանում է, պետքա ոնց է պետք լինել ու լինում է։ Manus-ը շատ լավ tool է իրականում, Manus-ը ես խորհուրդ եմ տալիս բոլորիդ օգտագործել ըստ անհրաժեշտության կամ կակ մինիմում ոնց որ թաթախվել կեղտոտել ձարները ու հասկանալ այս ամեն ինչը քեզ պետք է ընդհանրապես թե չէ։ Ծանոթացեք DIA-ին, աբով հագեցած բրաուզերին, որին սպասել եք։ Արկի ստեղծողները թողարկել են DIA-ն, արկը բրաուզերը շատ հետաքրքիր ոնց որ տես նոր պակալենիայի բրաուզերը, կակ մինիմում իրանք են տես ներկայացնում։ Կարող դաժե ինչ-որ տեղերում տեսած լինեք, այս ձախի վրա ասենց ինտերֆեյսը, տես UX UI-ը լրիվ ուրիշ ձև է։ Ես փորձել եմ իրան, բայց շուտիկի ես նախընտրում եմ Chrome-ը, չգիտեմ, ես չեմ հարմարվել իրան ու ինձ այդքան ես կարիք չեմ պրոստը զգացել, որ ինձ պետք է ինչ-որ մատ ուրիշ նոր ձևի բրաուզեր, որտեվ իմ այս բրաուզերը ինձ լրիվ full հերիք է եղել։ Հիմա փաստորեն իրանք DIA-ն արել, հա, DIA-ն հանե։ Այսա հասկանանք թե ինչա սա իրանից նշանակում։ Մենք կստացի մեր նախին էպիզոդներում Opera-ի սարքած agentic բրաուզերի մասին էլ խոսացինք, երևի դրա պես մի բան է, DIA the browser is based on Chromium. Այսինքն ոչ մի ոնց որ նոր բան կոպիտ ասած երևի ամենաշուտ երևի նոր բանն է էլի հենց ներկառուցված AI-ը ձեր թաբերում, հա, այս պատկերացեք ակնթարթային ամփոփումներ, խելացի բրոնում եւ հարմարեցված դյուրանցումներ պետքա քեզ այդ թե պետք չի, երևի մարդիկ կլինեն, որ պետք լինի, մարդիկ կլինեն, որ պետք չի լինի, բայց Chrome-ի վրա հիմնված AI feature-ներով ավելի շուտ browser, okay, երևի հետաքրքիր է, երևի ինչ-որ մարդկանց պետք է, հեսա, դու կարաս chat անես browser-ի հետ, եկեք քաշենք, ես իրենք օգտագործեմ, եթե ես հասկանամ, որ ինձ պետք է, որ իմ կյանքը փոխվեց դրանից, անպայման դրա մասին վիդեո կանեմ, լավ վիդեոյի, ոնց որ իդեա է, հենց հիմա բան կա Apple macOS 14 Plus-ների վրա կա, M1 chip or later, ես պրոբլեմ չունեմ սրա հետ կապված, Okay, անպայման կարելի է տեստանել իրան ու տենալ թե ինչ հնարավորություններ ունի, իսկ միջև այդ մենք դալշի անցնենք մեր հաջորդ նորություններին։ Վերջին անենք այս մեկը,
Wikipedia-ն դադարեցնում է AB ամփոփումները ընդամենը 2 օր անց, Wikipedia-ի AB-ով ստեղծված ամփոփումները հեռացվեցին ընդամենը 2 օր անց խմբագիրների բողոքների պատճառով, որոնք կապված էին ճշգրտության հետ։ Չտուգված սպիտակները չօգնեցին եւ այժմ մարդիկ են կրկին վերահսկողությունը ստանձնել առայժմ։ Կարծես բոտային անհրաժեշտ ավելի լավ պաստերից տուգում նախքան հրապարակել սեղմելը։ Okay, երևի պրոստը լավ չեն արել ինչ-որ մի բան, լավ չեն կազմակերպել այդ feature-ները, լավ չեն սարքել AI feature-եղենը ու okay, պրոբլեմը եղել, փակել են, բայց մեկը ոնց որ վաղը գալու են դրան AI generated summaries, հա, ընդհանրապես AI generated summary-ների մասին է խոսքը, եթե Wikipedia-ից հենց հիմա ինչ-որ մեկը ինձ նայում է, կարաք ինձ խաբար անեք, ես գամ ձեր համար սարքեմ այս tool-ը ու ինքը ավելի լավ կաշխատի, ես ես խոսք եմ տալի։ Okay։ Երևի այսքանը է այսօրվա համար, այս Wikipedia-ի նորությունը ոչ մի արտարոց բան իրանից չբերեց, մենք էլ ենք մեր պրոյեկտների ընթացքում լիքը տեստեր ենք անում, լիքը բաներ ենք փորձում, ամեն ինչ չի, որ աշխատում է նենց ոնց պետքա, մենք ոնց մտածել ենք, որ պետք է աշխատի, բայց ամեն անգամ նոր իտերացիաներ ենք անում ու ամեն անգամ ոնց որ լավացնում ենք։ Ինչ եմ ես նկատել շատ հետաքրքիր, որ 0-ից տենց 85-90% գնալը շատ հեշտ է։ Դժվար է այդ 85-90-ից 100%-ին հասնելն է, բայց ավելի շուտ ոչ թե դժվար է, այլ ժամանակատար է, եկեք sense անենք, ոնց որ դժվար հեշտով չնայենք, դժվարության ոչ մի խնդիր չկա, կա ոնց որ ժամանակային խնդիր, այսինքն մենք 0-ից 90% հասնում ենք պայմանական մի շաբաթում, շատ պայմանական մի շաբաթում էլի x ժամանակում, sense ասած լավ։ Իսկ 90-ից 100% կարող է հասնենք 10x ժամանակում կամ 5x կամ 7x ժամանակում, ոնց որ միակ բանը challenge-ը, եթե դրանք անվանենք challenge, էտա։ Okay, այսօր էսքանը, մերսիներ շատ, ինչ մյուսը, давайте։